եւ վերջին հաշվով ամեն մեկը գնաց իր ճանապարհով եւ միայն ժառանգությունը մտավ։ Մեր ցանկությամբ չէ, որ միայն ժառանգությունը մտավ այն ժամանակ։ Մեր ցանկությունը որ ամբողջ ընդդիմությունը մտներ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի առաջնորդությամբ։ Դա չեղավ։ Դրանից հետո դուք գիտեք հայտնի պատմությունները նախագահական ընտրությունների, ժառանգության գեցվածքի, նաեւ ժառանգությունը չմասնակցեց քաղաքապետական ընտրություններին, որպեսզի լինի համալիր մոտեցում, ամբողջական մոտեցում, բայց երբ կա մեր մեջ չարություն, խանդ, նաև ինքնակարևորում, ձեզ վստահեցնում եմ, որ անհնար է քաղաքական արդյունքի հասնել։ Երեկվա միտինգը նաև հաստատեց այն իրողությունը, որ Հայաստանի աբակայի բարօրությունը անհրաժեշտ է դիտարկել 3 նախագահների եռանկյունից դուրս, հարգելով բոլոր նախագահներին եւ նաեւ ընդդիմանալով նրանց դարբեր չափերով եւ դարբեր պատճառներով։ Ես համարում եմ, որ օրհասական վիճակի բերել է այս նախագահությունը եւ դրա համար իմ հացադուլը, իմ ազատության ծոմը որոշված է այսօր, այս պահին եւ ոչ թե տարիներ առաջ։ Բայց արդեն ակնհայտ է, որ նոր Հայաստանը պետք ունի նոր սերունդի այլընտրանք եւ եթե ես կարող եմ նաեւ այս քաղաքացիական իմ քայլով, իմ ինքնազրկանքով նաեւ օրինակ ծայրով խնդրել, որ ուրիշներն ալ ինքնազրկվեն, ես կարծում եմ, որ Հայաստանը միայն նոր այլընտրանքով, նոր ձևաչափով եւ նոր բանաձևով կարելի է առաջ գնալ։ Հենց ձեր սերունդը պետք է ստեղծի քո սերունդի մեջ։ Կա, քո սերունդի մեջ լիք այլընտրանք կա եւ դատապարտված այդ հասարակությունը, որ ինքը ասում է չգա այլընտրանք, որ ինձնից դուրս չգա յուրաքանչյուր նախագահ, յուրաքանչյուր ընդդիմադիր պիտի ասի ինձնից բացի այլընտրանք կա, դա մեր բարդականություն է, թե իշխանական դաշտում, թե ընդդիմադիր, ասելով որ մենք այնքան հարուստ ենք որպես ժողովուրդ եւ պետություն, որ մեզնից դուրս կա այլընտրանք, ես ձեր սերունդի մեջ եմ տեսնում։ Ոնովասան, այնուամենայնիվ ձեզ համար բացատրություն ունի այն, թե ոնց ստացվեց, որ 3 տարի համառորեն դիմադրելուց հետո, որ այս հրապարակում անգամ նստածություն չտալով ուրթ է մնաց հանրահավաք, 3 իշխանությունը գնաց նման զիջման։ Պատճառը Հայաստանում գուցե եվրոպական պաշտոնյաների ներկայությունն է, թե կան ինչ-որ նախնական պայմանավորվածություններ, ինչպես է ձեզ երևում։ Թող ամեն մեկը իրեն վերակրի, ինձ հետ կապ չունի, ես կարծում որ ժողովուրդը ինքը վերադիրացավ իր իրավունքին, եւ ոստիկանությունը, թե ժառանգությունը, թե ՀԱԳ-ը իսկապես երկրորդական հասկացություն կարծիքով, մնացածը պիտի հարցնեք համապատասխան հասցեատերի կարծիքով։ Ուրիշ չեմ ուզում չպատասխանել որևէ հարցի։ Պարոն Հովհաննիսյան, եթե այնուամենայնիվ ենթադրենք, որ մյուս ուժերը առաջարկում են ձեզ 25%, այդ 4 ուժը, ժառանգությունը, ՀԱԿ-ը, ԺԿ-ն, նշեցիք եւ դաշնակցությունը։ Դուք համաձայնեք այդ ֆորմատով 1/4-ով համախմբվել բոլոր ուժերով։ Ես նոր ձեզ օրինակ տվեցի, ցուցակի օրինակով, որ շատ հայտնի չէ, որ վերջին փոխզիջումային առաջարկը 2007 թվականի խորհրդային ընտրությունների նախաշեմին այն էր 25 տեղից 6-րդը եւ 25-րդը մեզ, 6-րդը ես էի։ Ինձնից վերև 5 անուն կային եւ ես համաձայնվի դրան։ Դրա համար որևէ ձևաչափի, որը բերելու է քաղաքական արդյունքի եւ մատուցելու է նոր հարթություն հասարակի իրավունքների դիրության տեսակետից մենք կդիտարկենք եւ դուք գիտեք, որ ամսի 13-ին ժառանգությունը կատարեց իր ընդլայնված խորհրդի նիստը եւ այնտեղ որոշման առաջի կետը այն է, որ մենք պիտի շարունակենք մեր պայքարը ժողովրդի իշխանությունը վերականգնելու համար բոլոր հնարավոր եղանակներով ազգային ժողովից մինչև հրապարակ եւ քոնե այդ որոշումից 2 օր անց ես կարողացա հրապարակի մասով կատարածել այդ որոշումը։ Շնորհակալություն։